Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն աշխատանքային այցելությամբ Երևան ժամանեց։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ղեկավարության մեջ հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Կդերեկանանք վարչապետի թիմադետրի էջեն Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, որուն զվարթնոց օտագայանի մեջ թիմավորեց Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյան։ Հուլիս 1-ին Բաքվի մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտարարած է հարավային Կովկասի համար նախատեսված խոշոր նյութական փաթեթի մասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Իլհամ Ալիևը շնորհավորելով Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագիրը կնքելու կապակցությամբ նշած է, որ Ալիև անձնական առաջնորդություն դրսևորեց տարածաշրջանի մեջ խաղաղության եւ համագործակցության խթանման համար, որը գայունության, վստահության եւ համընդհանուր բարգավաճման նոր հնարավորություններ ընձեռեց։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծած է, որ Եվրոպական միությունը վճռականորեն գաչակցի եւ պիտի շարունակի աջակցել այս գործընթացին։ Միասին իսկապես կրնանք թուղթի վրայի խաղաղությունը խաղաղության վերածել գործնականի մեջ։ Մենք կցկտենք գործակցության միջոցով նպաստել խաղաղության, ունենք ընդհանուր ներդրումային ծրագիրը, որուն շրջանակներում մեջ դրամաշնորհներու դեսկով մինչև 200 միլիոն եվրո ներդնելու ենք ամբողջ հարավային Կովկասի մեջ երթևեկության, ուժանույթի եւ թվային գաբի համար։ Իլհամ Ալիև հայտարարած է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահին հետ հիմնական քննարկած է տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններու ղեկավարման գործընթացը, որը ըստ իրեն հաջողությամբ կընթանա։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն X-ի հարտակին գրած է. Եվրոպական միությունը կհավատա հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ եւ բայձարաբակային եւ գուզե օգնել այս աբական ձևավորելու։ Գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժանն Անդրեասյան ընդունեց Հայաստանի մեջ Եգիպտոսի նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆին։ Նախարար Ժանն Անդրեասյան շնորհավորեց դեսպանը նշանակվելուն առիթով եւ մաղթեց արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարար Ժանն Անդրեասյան առանցնագի անդրադարձած է նաեւ պատվիրակության գազմին մեջ ընդգրկված եգիպտացի մտավորականներու կորձունեության անոնց հետ գաբերու ամրապնդումը դիտարկելով որպես երկու ժողովուրդներու միջև բարեկամության խորացման կարևոր հնարավորություն։ Այս բարունագին մեջ նախարարը բարձր կնահատած է պրոֆեսոր Մուհամմադ Ռաֆաթ Ալ-Իմամի երկարամյա գործունեությունը հայագիտության, Հայաստանի պատմության եւ Եգիպտոսի հայկական համայնքի պատմության ուսումնասիրության եւ հանրահրճակման գործին մեջ, ընդգծելով, որ նման գիտական աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստան-Եգիպտոս մշակութային երկխոսության ամրապնդման գործին։ Մուհամմադ Ռաֆաթ Ալ-Իմամ երկար տարիներ աջակցած է Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրություններու կենտրոնի գործունեության, ղեկավարած է արաբերեն հայագիտական Արեկ ամսակիրի խմբակրությունը, որը էական ունեցած է հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործին մեջ արաբերեն լեզվով ընթերցողներու շրջանակի մեջ։ Քրող արձակագիր Եգիպտոսի հերոստահաղորդավար դոկտոր Սաֆա Ալ-Նակկար եւս ներկայացուցած է իր գործունեությունը, նշված է, որ կողմերը կրնան համագործակցել նաեւ Քիրքի միջազգային փառատոնի շրջանակներու մեջ թարգմանական ծրագիրներու իրականացմամբ։ Հանդիպման քննարկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամեյնեի հրաժեշտի արարողությունը նախադեсված է հուլիս 4-ին 9 հուղարկավորությամբ պիտի մասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ամերիկայի եւ Իրանի պատվիրակություններուն հանդիպումը տեղի պիտի ունենա Ալի Խամեյնեի հուղարկավորութենեն հետո հայտնած է Կատարի արտաքին գործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մեջիդ Ալ-Անսարին։ Աննշած է, որ բանակցային գործընթացին մեջ կնկատվի դրական հարաճընթաց։ Չորեքշաբթի օր իրանյան պատվիրակությունը Դոհայի մեջ երկու հանդիպում ունեցավ Կատարի եւ Պակիստանի ներկայացուցիչներուն հետ քննարկելով Թեհրանի եւ Վաշինգտոնի կողմեն ստորագրված հուշագիրի գեդերու իրականացման հարցը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարեց, որ Ամերիկայի եւ Իրանի միջև Կատարի մայրաքաղաք Դոհայի մեջ տեղի ունեցած անուղղակի բանակցությունները շատ լավ ընթացան, գահաղորդի ամերիկյան CBS News-ը։ Դոհայի մեջ Ամերիկայի եւ Իրանի պաշտոնյաները թեմարտեմ չեն հանդիպած, թեև նման ձևաչափ նախադեсված է երկու երկիրներու միջև ստորագրված փոխհմբռնման հուշագիրով։ Բանակցությունները դրական գնահատեց նաեւ Կատարը։ Հանդիպման արդյունքներու հետ կապված Կատարի արտաքին գործնախարարության խոսնակը նշած էր, որ Ամերիկայի եւ Իրանի բանակցողներուն հետ խորհրդակցություններուն զգալի հարաճընթաց կարգավորված է։ Իսկ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենս ընդգծելով, որ Դոհայի մեջ բանակցությունները լավ ընթացան, չէ բացառած Ամերիկայի կողմեն ռազմական գործողություններու հնարավոր վերսկսիլը նշելով, որ ամեն ինչ Իրանի ցերքի մեջ է։ Ես չեմ գրնար որևէ բան երաշխավորել, որովհետև այդ ակնհայտորեն գախված է ատկե թե ի վերջո ինչ պիտի որոշեն անել իրանցիները, լրագրողներուն ասած է Վենս։ Միևնույն ժամանակ Վենս նշած է, որ ներկայիս Ամերիկայի նախագահ կողմերուն հանձնարարած է համաձայնության երթալ եւ բանակցիլ բարեխիղճորեն։
Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարվածներ հասցուցած են Կիևի մեջ եւ հարագից շրջաններում գտնվող ռազմական արդյունաբերական եւ վարելիքային արդյունաբերության գայաններուն, ինչպես նաեւ ռազմական օտագայաններու ենթակառուցվածքներում, հայտնած է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնած է, որ ժամ 8-ի դրությամբ ռուսական օտային հարվածի հետևանքով զոհված է առնվազն 11 անձ, վիրավոր է 56-ը, պլատակներ են կենթանի դուրս բերված է 7 քաղաքացի։ Կիևի մեջ վնասված է ավելի 20 բնակելի շենքեր։ Սուրիո խորհրդարանի նոր գազմի առաջին նիստը դեղի պիտի ունենա հուլիս 6-ին, գահիտնե ժողովրդական խորհրդի ընտրություններու բարձրակուն հանձնաժողովի նախագահ Մուհամմադ Տահալ Ահմադ։ Մամլո ասուլիսի ժամանակ անհրաբարագած է քվեարկության արդյունքներով ընդրված պատգամավորներուն անունները, ինչպես նաև ներկայացուցած Սուրիո նախագահ Ահմադ Շարայի կողմեն նշանակված խորհրդարանականներու ցուցակը։ Խորհրդարանի ձևավորման կորձող ընթացագարկի համաձայն նախագահը կնշանակե պատգամավորներու 1/3-ը 210 տեղերեն 70-ը, մնացած 140 իրավակիրը կփաշխվի ընտրության արդյունքներով։ Նախագահ Շարային նշանակած անձերու մեջ կա 15 գին նոր խորհրդարանի լիազորություններու ժամկետը պիտի լա 30 ամիս երկարացկելու հնարավորությամբ։ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգես 7 օրվան համազգային սուկ հայտարարեց ի հիշադակ հունիս 24-ին երկրի մեջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերու հիշադակին։ Հունիս 24-ին իրար հաջորդած երկու ցնցումներու հետևանքով Վենեսուելայի մեջ շինություններ փլուզված են եւ զոհերու թիվը կշարունակե աճիլ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեջ քննարկված եւ անփոփոխ թողնված է բնական գազի սագակինը բնակչության համար։ Գազը օգոստոս 1-ին ավելի մատչելի կինով ցերկ պիտի բերեն էլեկտրականություն արտադրող գայանները։ Ցեզիեդեր Անի Զեյթունցյանը։